Ճարպակալումը, որ այսօր որպես հիվանդություն նույնպես մասսայական է դարձել և հաճախ է հանդիպում, կապված է, այսինքն ունի մի քանի հիմնապատճառ և նաև պետք է նշել, թե ինչպես չի կարելի նիհարել և ինչպիսի սխալ բուժումներ կարող են լինել այդ հիվանդությունը բուժելուց։ Ճարպակալման պատճառները իրականում շատ են, որպեսզի լիարժեք պացիենտին հնարավոր լինի օգնել, պետք է հասկանալ պատճառը տվյալ պացիենտի մոտ, ինչից է գալիս։ Այսինքն սովորություններ, սովորությունների մեջ է մտնում գիշերը ուտելը, հաճախ ուտելը, այսինքն շատակերությունը և հաճախակի երբ որ ուտում են, երբ որ միշտ մի բան ծամում են, կապ չունի, ծամում է, թե այսինքն մաստակ է ծամում, թե հացի կտոր է ծամում և վատ սովորությունները, որոնք ցույց են նույն ծխելը, նույն խմելը։ Ծխելը երկարատև ազդեցություն է ունենում, այսինքն կամաց քիչ-քիչ անոթները սեղմվում են և սնուցումը վատանում է, այդ թվում լյարդի հյուսվածքները սկսում են վատ աշխատել։ Խմելը հարբեցողությունը նույնպես շատ է վնասում ընդհանուր նյութափոխանակությանը և լյարդի ճարպակալման է, այսինքն առաջանում է ալկոհոլային ճարպակալում լյարդի, որը ավելի վատ է, ավելի ծանր բուժվող, դժվար բուժվող, քան ոչ ալկոհոլային ճարպակալումը։ Եվ հաճախակի ուտելով մարդը և ինսուլինառեզիստենտականություն կարող է առաջանալ և շաքարային դիաբետի երկրորդ տիպ, նույնը վերաբերում է նաև գիշերը ուտելուն։ Այսինքն պատճառներից մեկը ապրելակերպն է, երբ որ մարդը փոխում է և փոխելուց հետո շատերի մոտ հենց ճարպակալումը սկսում է հետընթաց գնալ, այսինքն անցնում։ Բայց կան խնդիրներ, որոնք միայն ապրելակերպը բավարար չի, լինում է ապրելակերպը մարդը փոխում է, քիչ է ուտում, բայց չի նիհարում կամ դժվար է նիհարում։ Եվ այստեղ քաշի փոփոխությունն է կապ ունի, թե քաշը իջնում է ճարպի հաշվին, թե մկանային հյուսվածքի։ Շատերի մոտ սխալ, այսինքն դիետաներով սխալ կամ սխալ մեթոդով, երբ որ ուզում են նիհարեն, քաշը կարող է իջնել, բայց մկանային հյուսվածքների և օրգանների հյուսվածքների հաշվին։ Այսինքն ճարպը կարող է մնալ, իսկ մկանները գնան։ Թվում է, թե թվերով քաշը նորմայի մեջ է, բայց արտաքինից երևում է, որ ճարպը շատ է։ Սկսենք սխալ բուժումներից, երբ որ ապրելակերպը չի կարողանում օգնել, բուժումների են մարդիկ դիմում։ Սխալ բուժումներից են սիմպտոմատիկ ձևով մարդիկ կան ներարկում են որոշակի նյութեր, պրեպարատներ, որոնք ճարպաթթուներն են հեշտությամբ լուծում և այլն, կան դիետաներ սխալ, օրինակ հաճախ ուտելով, կան նմանատիպ դիետաներ, այն մարդիկ, ովքեր հաճախ ուտելով նիհարել են, սկզբի մի ամիս, երկու ամիս կարող են նիհարեն, բայց դրանից հետո ավելի են գիրանում, որովհետև ինսուլինառեզիստենտականություն է առաջանում, ուտելու արանքը, այսինքն մինչև հաջորդ սնունդ ընդունելու 3-ից 4 ժամ պետք է անցնի, եթե ավելի հաճախ են ուտում, այդ մարդու լյարդը և մոտակա, ասենք, ամիսներում հիվանդանալու է և ինսուլինառեզիստենտականություն էլ առաջանալու օրգանիզմի կողմից, այսինքն օրգանիզմը դադարելու է տեսնել ինսուլինը որոշակի չափով։ Եվ նաև նշեմ սխալ, այսինքն ինտերվալային սովա, ոչ բոլորի համար է լավ, եթե ցերեկներն է, այսինքն օրը մի անգամ ուտում է, մարդ կա օրը մի անգամ կուտի և կնիհարի, կառողջանա, բայց մարդ կա, եթե օրինակ հիվանդություն ունի լյարդի կողմից, օրը մի անգամ ուտելով կարող է ավելի հիվանդանալ։ Այսինքն այստեղ բժիշկի մոտեցումը պետք է լինի անհատական, պացիենտը, եթե հիվանդություն ունի որևէ, բացի ապրելակերպից, բժիշկ է պետք պացիենտի նման, որպեսզի հասկանա խնդիրը լյարդում է, խնդիրը վահանաձև գեղձի հետ է կապված, խնդիրը հորմոնալ խախտումների հետ է կապված, նաև նշեմ, որ շատերի մոտ ճարպակալում կարող է առաջանալ հենց հորմոնալ պրեպարատներ խմելով։
Եվ որոշակի նաև միներալներ խմելով, օրինակ սելեն խմել չի կարելի, եթե մարդը 5-6 օրից ավել է խմում ամեն օր, դա առաջացնում է սելենի թունավորում օրգանիզմում, նվազում է օրգանիզմի կողմից նվազում է սելենի յուրացումը թունավորումից հետո, սելենի յուրացումից հետո ընկնում է հաջորդը յոդի յուրացումը ընկնում է, մետաբոլիզմը ընկնում է բաղանաձև գեղձի հիվանդանում է և գիրանում է մարդը։ Եվ շատ են լինում, օրինակ բաղանաձև գեղձի հետ լուրջ խնդիրներ ունենում են, երբ որ հավելումներ են նշանակում, այսինքն հավելումներով յոդ, հավելումներով սելեն են տալիս, իբր թե որ նիհար են, ավելի են գիրանում հետագայում, ու հետո բաղանաձև գեղձի թեյֆունկցիա առաջանում։ Նաև նշեմ, որ սնունդը և որակն է կարևոր, այսինքն ինչ է ուտում, և քանակը, այսինքն սովորաբար օրը 2-3 անգամից ավելի չի կարելի ուտել ընդհանրապես, մանավանդ եթե մարդը ֆիզիկական աշխատանք չի տանում, քիչ է քայլում, քիչ է շարժվում, 3 անգամն էլ է շատ։ Բայց այստեղ պետք է նաև հասկանալ, որ հաճախակի մի բան կծելը դա էլ է վնաս, այսինքն բերանը մի բան գցում է մարդը, դա առաջացնում է նոր հիվանդություն։ Այսինքն ստամոքսը գոնե 3-4 ժամ պետք է, այսինքն կերավ մարդը 3-4 ժամ անցնի նորից։ Նաև նույնը վերաբերում է սուրճին, սուրճը սոված ժամանակ ընդհանրապես չի կարելի խմել, եթե մարդը կարող է սուրճից ընդհանրապես հրաժարվել, դա լավ է, բայց եթե չի կարողանում, գոնե ուտելուց անմիջապես հետո, ոչ թե սոված ժամանակ, դա առաջացնում է խրոնիկ գաստրիտ, խրոնիկ թեյֆունկցիա լյարդի, և այդպես շարունակ։ Այստեղ պետք է նաև այլ հիվանդությունները հաշվի առնել, որովհետև կարող է մարդու քաշի փոփոխություն լինի, մեկ այլ խրոնիկ հիվանդության ներկայության պատճառով, որը դեռ ախտանիշներ չունի, այսինքն մարդը հիվանդ է, բայց չգիտի, բայց այդ հիվանդության ախտանիշը արտահայտվում է գիրանալով։ Նաև արագ նիհարելը, եթե մարդիկ կան, ովքեր արագ նիհարելու կողմնակից են, երբ որ մարդը արագ է նիհարում, արագ էլ հետո գիրանալու է որպես կանոն, և դրանից հետո ճարպականում է լյարդը, այսինքն մի քանի անգամ եթե մարդը արագ նիհարեցավ, հետո գիրացավ, հետո հնարավորությունը նիհարելու շատ է նվազում։ Այստեղ պետք է ընդհանուր պրոցեսը կարգավորվի, պրոցեսների ենթափոխանակության, միներալների փոխանակության, ոչ թե հավելումներով թունավորել օրգանիզմը, հավելումներով երբեք չի բերելու լավագույն արդյունքի, միշտ վնաս է տալու։ Եվ նաև նշեմ, որ նույն յուրացումը կալցիումի, երբ որ ընկնում է, նույն վիտամին D-ի սինթեզը, երբ որ ընկնում է, ոչ թե վիտամին D-ն քիչ է մարդը խմում, այլ նաև ոչ թե սննդի մեջ է վիտամին D-ն քիչ, այլ լյարդի հիվանդությունների պատճառով, լեղու որակի անկումի պատճառով վիտամին D-ն իրականում չի ճեղքվում, այսինքն յուղի մեջ լուծված, որ մտնում է, չի սինթեզվում, չի ճեղքվում, և սինթեզը հետո դրանից հետո տեղի չունի։ Եվ վիտամին D-ի դեֆիցիտը հասնում է մինիմումի, դրանից հետո պարզ է, որ մարդու մոտ և հոգնածություն խրոնիկ, և ճարպակալում կարող է առաջանալ, և կալցիումի յուրացման անկում, այսինքն պետք է նաև հասկանալ, թե մարդու մոտ ինչ խնդիր կա, բացի վատ սովորություններից։ Եվ միայն անհատական մոտեցումով հնարավոր է, նույնը վերաբերում է սպորտին, սպորտը եթե ճիշտ չկիրառվի, կարող է վնաս հասցվի, նաև սպորտի հետ մեկտեղ, այսինքն մարդը դուրս եկավ, գնաց ինչ-որ սպորտի, հետ եկավ, պետք է գտնվի, այսինքն օրգանիզմը ի վիճակի է այդ ամեն ինչը, այդ սպորտը յուրացվելու է իր մոտ, այսինքն չի ծանրաբեռնելու, թե այդ ամեն ինչը բերվի օգուտի, և այդտեղ պետք է նաև ծանրաբեռնվածությունը որոշի նույն բժիշկը, այսինքն չի կարելի բոլորին ասել ժամուկես պարապեք կամ ժամուկես լողի գնացեք, օրը 2 կամ 3, հիմնականում սա է, ճիշտ է, կան գենետիկորեն ճարպակալումներ, որ խնդիրները ավելի արմատային են, բայց հիմնական բուժման ձևերը դա պետք է անհատական լինի մոտեցումը, և այսօր այդ պրեպարատները, ինչը որ կոմերցիայի միջոցով առաջարկվում է արագ նիհարելու կամ սրսկվելու, այտենց կամ որոշ մարդիկ նույնիսկ հասնում են նրան, որ
որոշակի հորմոններ են ընդունում, որպեսզի արագ կատարվի պրոցեսները, բայց այդ կարճ ժամանակով են շահում, və դրանից հետո կորուստներ են ունենալու, այսինքն նյութափոխանակությունը ավելի է դանդաղանալու, մետաբոլիզմը առաջանալու, ընկնելու է մետաբոլիզմը, ընկնելու է, ճարպակալում է առաջանում եւ այլն եւ այլն։ Այսինքն նույն գիրասման դեպքում էլ է պետք անհատական մոտեցում եւ ճիշտ բուժման ձևը պետք է ընտրվի անհատապես, այսինքն ումը ինչ խնդրից է եւ ինչպես կարելի է առողջ եղել։